Խնդրում եմ ներկայացրեք դուք ձեզ։ Ես Շահումյանի ջոկատի բժշկուհին եմ։ Ներկայումս մենք գտնվում ենք դաշտային հոսպիտալում, Անտարում։ Արմինյան է լեգենդար Եղնիկներ ջոկատի բժշկուհին։ Պատերազմի դաշտում հայտնվել էր բժիշկ ամուսնու հետ։ Շահումյանն ազատագրել պատրաստվող ջոկատին բժիշկ էր պետք։ Մարտական խնդիրն իրագործելը բարդ էր, հաղթանակի գինն անկանխատեսելի։ Արմինյան ու Արտակը պսակվել էին դեկտեմբերին, մի քանի ամիս անց ապրիլի 17-ին ուղղաթիռը խփվեց, զոհվեց նաև ամուսինը, բժիշկ Արտակ Խաչատրյանը։ Սկզբից ամուսնուս հետ գնացինք, հետո գիտեք այդ բանի վերտալյոտի խփվելու պատմությունը բան եւ այլն։ Հետագայում արդեն դեռ գոսպիտալ չկար։ Գոսպիտալը պատրաստվեց, հետո մոտ տարի ու կես այնտեղ մնացինք։ Արտակի զոհվելուց որոշ ժամանակ անց Արմինյան վերադարձավ Արցախ ու Եղագեր կոչվող վայրում դաշտային հոսպիտալ հիմնեց։ Մնաց կռվող տղաների կողքին, հավատարիմ բժշկի իր կոչմանը, ամուսնու հետ սկսած գործը կիսատ չթողնելու վճռականությամբ։ Պատերազմը վերհիշել բժշկուհին չի սիրում, բայց խոստովանում է, անմոռանալի օրեր, պահեր շատ են եղել։ Մի քանիսն էլ հավերժացել են Հակոբ Պողոսյանի լուսանկարներում ու պատերազմական քրոնիկոնի կանացի ուրույն դիմագիծը դարձել։ Երբեք չի սիրել նկարվել, էլի, հիմա էլ։ Երևի թե ծածուկ նկարել էր, էլի։ Այնտեղ չգիտեմ, փայտ ջարդելուց, շան հետ խաղալուց, ինչ որ վիրահատություն անելուց, իսկ գոսպիտալը մի անգամ էր նկարվել, արտասահմանից օգնություն պետք է կարողանային ուղարկել ու այդ մարդը ասաց, որ ինչպես ասած պետք է ցույց տա, որ ինչ կա, ինչ է պետք բժշկի ասածով, որ կարողանանք օգնությունը ստանանք։ Շահեն Մեղերյանի ղեկավարած ջոկատը կարճ ժամանակահատվածում իսկական պատուհաս դարձավ հակառակորդի համար։ Գյուլիստանի համար գրոհեցին 2 անգամ, զինամթերքով բեռնված 2 գիշեր անընդմեջ քայլեցին Թավանտառի նեղ ու դժվարանցանելի արահետներով ու կածաններով։ Ամրացան բարձրադիր բլրի վրա ու մարտը սկսվեց։ Հաջողվեց ազատագրել Գյուլիստանը։ Շահումյանի վերջնական ազատագրումն ավելի քան իրական էր թվում։ Հարցը որոշակիացնելու եւ զինամթերք բերելու համար Շահեն Մեղերյանն ուղղաթիռով Հայաստան էր շտապում, սակայն ուղղաթիռը խոցվեց։ Պատերազմը ընդհանրապես չի տալիս, նա խլում է ընդհանրապես։ Մի քիչ մեր կյանքից, մի քիչ մեր ընկերների կյանքը, բայց սովորացնում է հարգել մարդկանց, հարգել իրանց աշխատանքը։ Գնահատում ես կյանքը, ուրիշի կյանքը, միջմարտկային հարաբերությունները, զուտ մարդկայինորեն, էլի։ Պատերազմական լուսանկարներում Արմինան գրեթե միշտ զինված է, հաճախ շան ուղեկցությամբ։ Զենքս ճիշտ է միշտ հետս էր, նույնիսկ շատ խիստ կասկածներ ունեի, որ եթե արդյոք հակառակորդին հանդիպեի կկարողանայի զենքը օգտագործել, թե չէ։ Երևի մենակ մի պարագայում, եթե պետք լիներ, ասենք, ընկերներիս պաշտպանել, երևի սեփականի համար չկարողանայի մարդու վրա կրակել։ Պարզեցինք լուսանկարներում ցերին է, որ մինչև մարտական գործողությունների ավարտը մնաց բժշկուհու կողքին։ Բավականին խոշոր, արտակարգ, բարի, շուն, վաստոչնեյրապեսկի ավչարկա։ Երբ որ սկզբից ես գնացի, իրան հետս չէի տարել, բայց այդ ընթացքում ինքը բավականին դժվար էր տանում, պրակտիկորեն կերից հրաժարվել էր, էլի։ Դրա համար ուրիշ ելք չկար, հետո երբ որ եկա, իրան հետս տարա, ու այդպես ինքը մինչև պատերազմի վերջը հետս կողքս էր։ Շուտով արդեն 3-րդ տասնամյակը կբոլորի։ Եղնիկները նորից հյուսիսային Արցախի սահմանին են մի ամբողջ պաշտպանական շրջանի տեսքով։ Բժշկուհին 94-ի օգոստոսին է վերադարձել Արցախից եւ առ այսօր առիթ չի ունեցել կրկին լինելու վայրերում, ուր անցան իր կյանքի երիտասարդ տարիները։ Առիթ չի հանդիսացել գնալ, դե երևի շատ բան է փոխվել։ Հիմա երևի բազաներն են փոխվել, երևի արդեն մեր բլինդաժները չկա, վերացել է։ Իհարկե կուզենայի լինել, բայց դա մի քիչ դժվար է։ Արմինան Ալբանդյանն իր անցած ճանապարհին իբրև մարդ եւ իբրև բժիշկ հանուն մարդկային կյանքերի փրկության, հանուն հայրենիքի պաշտպանության նվիրաբերեց ամենաթանկը, որ ուներ։ Մարտի դաշտում նա ապրեց իր կյանքի լավագույն տարիները, ներծծված վառոդի հոտով, կորուստներով, ցավով, անմոռանալի ու անասելի ապրումներով, բայց եւ բյուրեղացած մարդկային բարձր ու վեհ հարաբերություններով, որ երևի այդչափ արտահայտված լինում են հենց այնտեղ